Եթե մարդը մի բանում ձեզ սադրում է, ուրեմն դա իր համար կարևոր հանգամանք։ Եթե սիրում ես քո կնոջը, սիրում ես քո ամուսնուն, ամեն անգամ որ կոֆեն դառն է լինում, ճաշը անալի է լինում, աղի է լինում, մտքից չի գալիս։ Եթե մյուս անգամ է պեսոկը քիչ լցես կբաժանվի։ Դուրը բաց թողեր կբաժանվի։ Բաժանվել ընդհանրապես քո մտքին չի գալիս։ Դուք ձեր երեխաներին հեչ ասում եք, եթե ճաշը չկերար, քեզ կվաճառեմ։ Չեք ասում, չէ՞։ Որովհետև ձեր մտքում դա ընդհանրապես տարբերակների մեջ չի դիտարկվում։ Ոչ դաստիարակչական մեթոդների, ոչ բարոյական, ոչ մի բանի մեջ։ Չեք ասում, որովհետև չի դիտարկվում ձեր ուղեղում դա։ Բայց եթե մարդը մի բան ասում է, եթե սենց չար ուրեմն սենց կանեմ, այս սենսը իր ուղեղում լավ էլ դիտարկվել է, հաշվարկվում է, ամեն գիշեր ինքը բարձին գլուխը դրած սենց մեկ-մեկը մտածում է, եթե այսօր, իսկ եթե մյուս տարի, իսկ եթե վաղը, թող դա ձեր սարայի որպես կարմիր լույս ու փորձեք արդեն լուծել այդ խնդիրը։ Վարդուհին ասում է հոգեբանական բռնությունը ավելի վատ է։ Այո, բռնության մեջ կան տեսակներ, որոնք ֆիզիկական չեն, ֆինանսական են, ֆիզիկական չեն, օրինակ կնոջը չի թողնում աշխատելու։ Ինչ ասա։ Չի ծեծում, մատով չի կպնում, չի թողնում աշխատել։ Ընկերուհիների տուն գնալ թողնում է, միշտ էլ դրսում լինել թողնում է, հանգստանալու ուղարկում է, աշխատել չի թողնում։ Ինչու՞։ Որպեսզի ինքը չունենա գումարի միջոց, եկամուտի միջոց, չկայանա։ Աստված մի առասցե, եթե ինչ ամուսնալուծման թեմա գնա, գոնե ֆինանսական ոչ կայուն վիճակը ստիպված պահի կախման մեջ։ Սա եւս բռնություն է։